Ողջույն, ծովահայերն է եթերում, ես Աննա Մարտիկյանն եմ, այսօրվա մեր թեման վտանգավոր խորությունն է, խոսելու ենք սուզորդական հիվանդության մասին, կան հիվանդություններ, որոնք բնորոշ են հենց մասնագիտությունների, երբ է թիրախավորում սուզորդական հիվանդությունը սուզորդին և ինչ պետք է անեն առաջին օգնություն ցուցաբերելու և նմանատիպ հիվանդություններից խուսափելու համար, այս թեմաներով այսօր կզրուցենք ծովահայերի տաղավարում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Սուզորդ միջազգային կարգի սուզորդ Արտակ Էլմասակյանի և բժիշկ վերակենդանաբան Հովհաննես Ասլանյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր եթերում հյուրընկալվելու համար։ Նախ ծանոթանանք ռեպորտաժին, այնուհետև վերադառնանք տաղավար եւ շարունակենք զրույցը։ Ուրիշ իրականությունում ուրիշ կանոններ են գործում։ Ջրում մարդու մարմնի զանգվածի կորուստի պատճառով լողայնության ուժի շնորհիվ շատ դժվար է կոորդինացնել շարժումները։ Մակերևույթին ջրի ճնշումը 1 ատմոսֆեր է, յուրաքանչյուր 10 մետր խորանալիս ավելանում է ևս 1 ատմոսֆերով։ 10 մետր խորություն սուզվելիս սուզորդը զգում է 2 ատմոսֆեր ճնշում, 20 մետրում 3 ատմոսֆեր ճնշում եւ այդպես շարունակ։ Եթե պատկերավոր ներկայացնենք օրգանիզմի փոփոխությունները թոքերի օրինակով, ունենանք հետեւյալ տեսքը։ 10 մետր խորությունում սուզորդի թոքերի ծավալը կկրճատվի ուղիղ 50%-ով, 20 մետրում թոքերը կսեղմվեն, կազմելով իրենց ծավալի 1/3-ը եւ այդպես շարունակ։ 60 մետր խորություն սուզվելիս սուզորդի թոքերի ծավալը կսեղմվի անհավանական չափերի, կազմելով իրական ծավալի ընդամենը 14%-ը։ Ջրի տակ այլ է նաեւ պատկերների ընկալումը։ Սուզորդի տեսողությունը ջրում ապահովում է դիմակնոցը, սակայն դրա ապակիով անցնելիս ճառագայթները բեկվում են, բոլոր առարկաները թվում են ավելի մոտ եւ մոտավորապես 25%-ով ավելի մեծ։ Իսկ ստորջրի աշխատանքներ կատարող սուզորդների համար միջազգային կազմակերպությունները հազարավոր փորձերի ու նույնիսկ մահերի արդյունքում կազմել են աղյուսակներ, որոնց հետևելով սուզորդները չեն ունենա որևէ խնդիր եւ մարդկությանը կնվիրեն նորանոր բացահայտումներ։ Այժմ վերադարձանք տաղավար եւ առաջին հարցս ուզում եմ ուղղել պարոն Էլմասակյանին։ Պարոն Էլմասակյան, սուզորդական հիվանդություն, կեսոնային հիվանդություն է դա անվանվում։ Երբ է թիրախավորում սուզորդին եւ ինչպես անել, որպեսզի խուսափել։ Սուզորդին կեսոնյան հիվանդությունը թիրախավորում է ջրից դուրս գալուց։ Իհարկե կան մասնագիտական հիվանդություններ, որոնք կապված են նաեւ ջուրը մտնելու փուլի հետ։ Կեսոնյան հիվանդությունը առաջանում է դուրս գալուց։ Կեսոնյան հիվանդությանը մարդիկ հանդիպել են նախքան ջրասուզական աշխատանքների ինտենսիվությանը։ Դա կատարվել է, այսինքն դա ի հայտ է եկել, երբ որ մարդը հայտնաբերել է օդամղանը, воздушный насос-ը։ Անգլիայում է սկսվել հիմնականում հետազոտությունը, որտեղ կեսոն սնարկղեր էին կիրառում հանքարդյունաբերությունում կամ մրջաշինարարությունում, այսինքն կա որ 1897 թվականի, 87 թվականի դեպքեր, 820 թվականին արդեն գիտականորեն դրան մոտեցել են։ Սնարկղը կառուցում էին, ասենք, կամուրջի մի թռիչքի հենքի շուրջը, բարձր ճնշման օդով ջուրը տակից մղում էին դուրս, բանվորները մնում էին մեջը աշխատում էին, երկար ժամեր, 11 ժամ աշխատանքային օր այդ ժամանակ եղել է Բրիտանիայում։ Դուրս էին գալիս եւ բոլորը, ասենք, առաջին դեպքը նկարագրված է, որ բոլոր 18-20 բանվորից 11-ը մահացել են մինչեւ ժամի 21:00-ին։ Ողնաշարի հարցում խնդիրներ քայլվածքի այդ հիվանդությունը նաև ջրասուզակների մոտ եղավ տիեզերագնացների մոտ աշխարհահռչակ տիեզերագնաց Լեոնովը միանգամից երբ որ իր սկաֆանդրի մեջ ճնշումը 0.43-ից թափով իջացրել է 0.2, քանի որ ուռել էր սկաֆանդրը ինքը կեսոնյան հիվանդությունից փրկվել է նրանով որ մի ժամից ավել մաքուր թթվածին շնչելու շնորհիվ իր օրգանիզմից ազոտը զտվել էր արդեն ամբողջ խնդրը կայանում է նրանում որ գազը որ վեր է ածվել հեղուկի հետ է վերածվում գազային պղպջակի օրգանիզմի տարբեր հատվածներում ամենաահավորը ուղեղի մեջ Առաջին այդ հիվանդությունից պաշտպանվելու կամ ասենք որպես բուժում, որպես առաջին օգնություն հակաճնշումային սարքն է, դեկոմպրեսիոն սարքը, ճնշամեղման խուցը, հա, բարոկամերա է։ Եվ ինչն է հետաքրքիր ավելի շատ, որ ճնշամեղման այդ սարքը Հայաստանում առաջինը ունեցել եք դուք։
Բժիշկ Ասլանյան։ Առաջինը եւ ցավոք սրտի վերջինը միակ պորտատիվ այզև տեղաշարժ արշավային տարբերակն է իրաց։ Իմն ա եղել, ես իմ ընկերները նվեր են տվել։ Գոյություն ունի արշավային եւ ստացիոնար։ Ստացիոնար բարոկ բայց ոչ ջրասուզական։ Մենք ունենք, բայց դրանք ջրասուզական չեն։ Չնայած պարամետրները նույնն են աշխատանքի, հա։ Ուղղակի ջրասուզականը պետք է ջրասուզորդի կողքը լինի։ Հա, նավի վրա կամ ափին, որպեսզի հենց այդ պահին անհրաժեշտության դեպքում կիրառես բուժես հիվանդությունը։ Ինչպես եղավ, որ բերվեց այդ սարքավորումը Հայաստան, արդյոք ջրասուզական աշխատանքներ կատարվում են, թե եւս ուրիշ հիվանդություններ է փորձում բուժել։ Ես դրանով աշխատել եմ այլ հիվանդություններ եմ բուժել երկար տարիներ, հիմա այդ սարքը իհարկե շարքից դուրս է եկել, որտեղ ինքը ռեսուրս ունի օգտագործելու, կոնկրետ մեր սարքի ռեսուրսը 500 ժամ էր, բայց մենք մոտավորապես 3000 ժամ դա աշխատացրեցինք եւ վերջապես հերմետիկությունը կորցրեց դա։ Ցավոք սրտի երկրորդ սարքի տեղը ես չգիտեմ։ Դա ես ասում եմ նվեր եմ ստացել եւ ծագումնաբանությունը դրա չգիտեմ, որտեղ այդ նվերը 95 թվին են տվել ինձ իմ ընկերները, ինչ որ խորտային ժամանակվա այդ մեր գործարաններից մեկում պայեսներում հայտնաբերել էին հենց ուղղակի չիմանալով թե դա ինչ է։ Հարցրեցին, գնացինք նայեցինք, հասկացա, որ տեղաշարժվող բարոխցիկ է։ Եվ այդ բարոխցիկը ինչպես է մեղմում այդ վիճակը կեսոնային։ Երկու բառով ներկայացնենք ու անցնենք։ Կանենք ես որպես ջրասուզակ ասեմ։ Բարոխցիկը պետք է հասցնի ջրասուզակին այն ճնշումը, որտեղից ինքը դուրս է եկել խախտումով ռեժիմի, այդ ճնշումին գումարած 5 մետր, ըստ խորհրդային դոկումենտացիայի։ Իմիջայլոց ասեմ, այդ դրանից հետո հետ գալու ռեժիմը փուլերը զարմանալի բան կա։ Սիրողական ջրասուզակների համար մի այլ գրաֆիկ է։ Բանակային, ռազմածովային ջրասուզակների ռեժիմը առ այսօր խորհրդայինը, որ աշխարհում լավագույնն է համարվում, գաղտնիացված է։ Մենք հասարակ մարդիկ դա չունենք։ Ամբողջը կայանում է նրանում, որ մարդուն փուլ առ փուլ նենց հանեց, որ էլ գազային պղպջակ չառաջանա օրգանիզմում։ Ամբողջը դրանն է։ Կան գրաֆիկներ, բազմապիսի գրքեր կան, ջրասուզական բժշկություն կան։ Ընդհանրապես օրենքով ըստ ջրասուզական պահանջի պետք է այդ գրաֆիկը դաջված, փորագրված լինի բարոխցիկի ճնշամեղման խցի վրա, այսինքն կատարվում է հետ ճնշակում եւ ապա ճնշակում, դեկոմպրեսիա եւ ռեկոմպրեսիա, երկու փուլ։ Բայց Հայաստանում կար իսկական ջրասուզական ճնշամեղման խուտ Վադալազնի բոտի վրա, որը Արմէներգո հայ-էներգո վերանորոգում հիմնարկության սովետական բալաստի վրա էր, հիմա հայտնի չի ումն է եւ ինչ անում, Սևանում նկատել եմ թունդ կապույտ ներկված։ Բայց հաստատապես կարող եմ ասել, որ չօգտագործված, բացառապես ոչ մի անգամ չօգտագործված բարոխցիկը եւս կորցրել է իր հերմետիկությունը։ Քանի որ ռետինի մասերով է ապահովում, իսկ ռետինը 5 տարի հետո պետքա փոխվի ռետինե բոլոր մասերը ցանկացած շնչասարքի բարոխցիկի վրա։ Նույն բժշկական չօգտագործես բացարձակ։ Նույն բժշկական բարոխցիկներն էլ ստացիոնար, իրանք էլի ռեսուրս ունեն, ուղղակի այդ ռետինե մասերը արտադրվում են ու հնարավոր է գնել եւ փոխել դա էլ։ Ձեր սարքը ես չգիտեմ, ինչու չի կարելի փոխել էլի։ Կարելի է փոխել, ուղղակի ոչ ոք չի փոխել, իսկ սարքը ընդհանրապես թեկուզ մեկ անգամ ճնշամեղմում չի անցկացրել, գտնում է Վադալազնի բոտի վրա, որը պրոֆեսիոնալ նավ է ջրասուզակների համար։ Այդ նավը մի քանի անգամ ծառայել է հայ-էներգո վերանորոգման հիմնարկին, մնացած ժամանակ որպես զբոսանավ եւ այլնս եւ այլնս։ Հիմա անհայտ ճակատագրով Սևանում դեռ ձերժիցը նապլավու։ Իսկ իր ջրասուզական նպատակներով երբևէ օգտագործվել է այդ ճնշամեղման սարքը։ Ոչ մի անգամ։ Մի անգամ խնդրել էին ընկերները, հա, ապարանի բժշկական կենտրոնի, խնդրել էին, որ տանք իրանց, այդ ժամանակ Մուրացան համալսարանական կլինիկայում էր իմ հետ բարոկամերան, այնտեղ էինք օգտագործում, հիմնականում շմոլ գազի թունավորումներն էին բուժում էլ։ Այդ մի անգամը դրամադրել եմ, տարել են, չգիտեմ, օգտագործել են։ Արագացի Քարիլիչ, երբ աշխարհի ռեկորդեր սահմանվում, Կարեն Բալայան, Ռաֆայել Մկրտչյան, Արտակել Մասակյան, այդ ժամանակ իսկապես եղել է եւ մեծ ողջավորություն ա տվել մեզ, քանի որ գիտենք ում ինչ պատահի, գոնե այս սարքի մեջ կփակենք, կիչացնենք 3207 մետրից մինչեւ ավելի ցածր բարձրություն։ Իմ տղաս ա մտել մեջը նկարահանվել Գևորգս, բայց սարքը եղել է, մի անգամ եղել է ջրասուզակների կողքին։
բայց չի օգտագործում։ Ես Չէ, անձամբ ուղղակի մենք ստիպված հաշվարկեցինք այլ ռեժիմ, այստեղ բարդություն կա, երբ որ մարդը ջրից է նման լեռնային լճում, միանգամից թափով նոսր միջավայրում է հայտնվում, ավելի վակուումային, եւ այդ վիսոտն է, բալի։ Կեսոնայինի հակառակն է։ Այսինքն չգիտես որն է գլխիդ գալու, էլի։ Հա, չնայած մենք երկար հաշվարկեցինք, հիմա արդեն շատ-շատերն են սուզում Արագածի քարի լճում, բայց առաջին, ոնց որ ասած, ցիցեռնակները եղան Հայաստանի ջրասուզակները, չէ, գեղեցիկ բան չկար ընդ։ Եվ ինչպես անցավ։ Շատ լավ անցավ, ռեկորդը սահմանվեց։ Աշխարհի դայվերները ընդունեցին։ Արագածի քարելիճը որպես այդպեսին կարող է հետաքրքրություն ներկայացնել միայն պրոֆեսիոնալ ջրասուզակների մոտ, ոչ սիրողական սիրող սուզորդների, ովքեր ուղղակի ուզում են գեղեցիկ կորալներ, մարջաններ տեսնեն, ձկնիկներ տեսնեն, իսկ Արագածի քարելճում սուզումը դա ուղղակի բարձր լեռնային լճում սուզվելու օրգանիզմի վրա այդ փոփոխությունները զգալու հնարավորություն է տալիս ուղղակի պրոֆեսիոնալ սուզորդներին ավելի շատ։ Իսկ հետաքրքրություն Բայց ներկայացնում է։ հետաքրքրություն որպես այդպեսին զբոսաշրջային հաս է, միգուցե չկարողանա մեծամասշտաբ սուզորդների մոտ դառնալ, միայն փորձարկման հետ կապված։ Փորձելու սպորտային գիտական նպատակներով Գաբրիելան Վանիկը սուզվեց իմ հետ 2-3 անգամ այնտեղ։ Գինեգործներն են օգտվում լճից, գիների սառեցման եւ հնասման համար Մարան ֆիրման։ Իդեպ Իրանք արդեն 2 փուլ հանեցին, երրորդը ես չեմ մտցրել, ուրիշ ջրասուզակներ եկան մտցրեցին, դայվինգից ինչքան գիտեմ, որպես գինու հնեցման ինչ որ սառցային ռեժիմ ինքը արդյունք տվել է արդեն։ Գինին էլ բավականին լավն է ստացվել եւ բավականին լավ վաճառվում է դյուտի ֆրիներում, հեվիատերում եւ այլնից, բայց որպես զբոսաշրջություն այնտեղ խորությունը 10.5-ից 10.5 է լինում, կախված հայելու եւ տակի տիղմային կուտակումից, նայելու բան ուղղակի չկա։ Կապված ստորջրյա զբոսաշրջության զարգացման հետ, դայվինգի զարգացման հետ, քանի որ աշխարհում վերջին տարիներին սկսեց մեծ թափով առաջ գնալ զարգանալ սուզորդությունը, ջրասուզակությունը եւ նաեւ որպես տուրիզմի ձև կարող է չվերապատրաստված ուղղակի հետաքրքրասեր անձը կարող է հագնել այդ հանդերձանքը եւ ուղեկցորդի օգնությամբ պարտադիր ուղեկցորդի օգնությամբ մտնել մի քանի մետր խորության վրա, զգալ ջրի մեջ շնչելու այդ հետաքրքրությունը, տեսնել ծովերը տակից, այդ գեղեցկությունը, բայց ոչ լինել պրոֆեսիոնալ սուզորդ, որովհետև այնտեղ կան շատ բարդություններ, կան շատ մանրամասներ, որոնք պետք է անպայման յուրացնի ֆիզիոլոգիայի հետ կապված, ֆիզիոլոգիական խնդիրներ։ Ձեզ Բժիշկ Ասլանյան, ձեր պրակտիկայում երբևէ հանդիպել է նման դեպք, երբ որ դուք փորձել եք բուժել կեսոնայինի նման հիվանդություն, կամ կեսոնային։ Ոչ, դա մեզ չի հասնում, մեր սովորական բժիշկներին չի հասնում, որովհետև գիտեք ինչ կա։ Ես ձեզ ասեմ, կա քրոնիկական ձևը, օրինակ ձեր մոտ քրոնիկական ձևն է, կեսոնյան հիվանդության, այդ ստենտավորումը, դա հետևանքն է քրոնիկական կեսոնյան հիվանդության։ Այսինքն ստենտավորումը։ Այո, ուրեմն ստոր ջրյա աշխատանքներին մասնակցող ուրեմն անձանց մոտ դա վաղուց ապացուցված է ու մեր կողմից չի ապացուցված, հենց ամերիկյան ասոցիացիայի կողմից ապացուցված, իրանք ունեն ասոցիացիա հիպերբարիկ եւ ստորջրյա բժշկության, որ ատերոսկլերոզի եւ անոթային հիվանդությունների ուրեմն ռիսկը 3 անգամ ավելի բարձր է, քան սովորական մարդկանց մոտ։ Մեկ, երկրորդը այդ խնդիրները, հոդացավերը, ողնաշարի հոդերի խնդիրները, դրանք քրոնիկական կեսոնյան հիվանդության հետևանքն են։ Այդ խնդիրներով մենք կարող ենք զբաղվենք, բայց սուր կեսոնյան հիվանդությունը դա հենց այդ պահին, որովհետև սուրը համարվում է, որ արտասուզվելուց մի ժամվա ընթացքում է ինքը առաջանում, հա, մինչև այդ մարդուն մոտակա հիվանդանոց հասցնելը ժամից ավելի տևում է եւ դա բժշկին չեն հասցնի։ Դրա համար հենց ջրասույզները իրանք պետք է ունենան այդ սարքավորումը եւ իրանք պետք է տեղում առաջի օգնությունը ցույց տան, այսինքն նորից ռեկոմպրեսիա անեն եւ նորից դանդաղ դեկոմպրեսիա անեն, այդ հնարավորությունը պետք է ունենան։ Դա մեզ չի հասնում իրականում։
Ուզում եմ մեր ռադիոլսողին եւ հետևորդին հիշեցնել, որ խոսքը ջրային աշխատանքներ կատարող սուզորդների մասին է եւ ոչ տուրիստների մասին, ովքեր այդքան խորություններ չեն գնում։ Տուրիստի հետ եթե նույն սխալ։ Դե տուրիստին ոչ մեկը չի թույլ տա, որ նման սխալ կատարի։ Սուզվել եմ, ինձ շատ դուր է եկել, բայց դուք ճիշտ եք նկատի, տուրիստը ինստրուկտորի հետ միշտ սուզվում եւ նա ավելի նոր ոչ մի կարծես ինստրուկտորը ձեռքից բռնած տանում, բերում է չթողնելով որ մի մետր անգամ անցնի խորությունը։ Այ ճակատագրական սխալը գալիս է դերից, որ տուրիստը Խուրգադայում, Եգիպտոսում սուզվելուց հետո գալիս է Երևան։ Հիմա շնչասարք ակվալանգ ձեռք բերելը բարդ չի եւ համացանցով Երևանին ձեռք ա բերում գնում սուզում է Սևանա լճում ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա ինչ իրա փոխարեն ինստրուկտորը մտածել է ինքը ոնց դուրս գա ջրից հափով ջրից դուրս են գալիս մենք ունենք ջահել նշանվածներ այդ տղայի ականջը թմկաթաղանթը ներսից դուրս սպայթեց հակադարձ սպայթուն տեղ ունեցա մենք ունենք դեպք ուկրաինացի ջրասուզակը փորձառու 24 մետրից շպրտվեց վերև, մարդիկ չգիտեին ինչ անեն այս տուն։ Իրանց աչքի դեմը մահացավ։ Հասկանում եք, տուրիստը դա այ դայվերները չեն սիրում պրոֆեսիոնալ ջրասուզակներին, պրոֆեսիոնալները դայվերներին։ Նույն ֆիզիկայի օրենքները ասում են թե սրանց, թե նրանց վրա։ Սովետական միության օրոք կար անվտանգության տեխնիկայի կանոնների ընդհանուր նորմատիվ փաստաթղթ։ Ներեք ես տարբերությունը ասեմ, արհեստավար սուզորդները նրանք տրեյնինգներ են անցնում բազմաթիվ եւ նրանց օրգանիզմի ռեզերվը բնականաբար ռեսուրսը ավելի բարձր է։ Սիրողական զբաղվողի վնասվելու հավանականությունը ավելի ուրեմն շատ է, հա։ Այդ տարբերությունը կա։ Արտակ Ելմասակյանը նաեւ դասավանդում է Ճգնաժամային կառավարման ակադեմիայում ջրափրկարարներին, հա? Ջրափրկարարներին ջրասուզական գործ։ Ընդհանուր մեր փրկարարները անցնում են այդ առարկան։ Եվ ամենակարևորը որ պետք է սովորեն այդ առարկայի շրջանակներում ջրափրկարարները։ Անվտանգության տեխնիկայի խստագույն պահպանումը։ Ընդհանրապես ջրասուզակի ցանկացած բարդ իկանքի ռիսկի հետ կապված մասնագետի աշխատանքի կարևորագույն գրավականը, որ նա ողջ առողջ այդ փուլից հետ կգա։ Անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումն է։ Իհարկե դա մի քիչ բարդ է, բայց խստագույնս դա եմ սովորացնում առաջին հերթին երեխաներին։ Այ Աննա ջան, դու ուրեմն չէ՞ սխրանք մենակ սուզում։ Այդ մասին չենք խոսում։ Ինչը չի կարելի անել ոչ արհեստավոր ջրասուզակին։ Իսկ մենակ սուզվող ջրասուզակը իրանք բնավորությամբ էլ, հոգեբանությամբ էլ, ֆիզիկական պատրաստությամբ էլ տարբերվում են մնացած բոլորից։ Այսինքն մարդը, որ մենակ ջրի տակ որոշումներ է ընդունում, ոչ ստանդարտ։ Ինքը պետք է կարողանա որոշում ընդունի։ Միջազգային կազմակերպություններից սուզորդական եւ հայտնի ՓԱԴ-ի կազմակերպությունը եւ մի քանի այլ կազմակերպություններ ունեն նաեւ նման որակավորումներ սոլոդայվերի։ Այո, ունեն։ Որը բայց դրան հասնելու համար որոշակի ճանապարհ է պետք անցնել։ Իսկ մարդիկ էլի ասում գնում են Խուրգադա, ինստրուկտորը իրանց հագցնում է, ինստրուկտորը ասում է ինչ անել, ինստրուկտորը իրանց տանում է ցույց է տալիս գեղեցիկ ձկնիկ, ծովաստղիկ եւ այլնս, ինստրուկտորը իրանց դուրս է բերում։ Նրանց մոտ տպավորություն է ստացվում, որ ինքը դա կարող է ինքնուրույն արդեն անել, բայց ցավոք դա այդպես չի։ Դե մի քիչ մարդը հոգեբանությունից էլ է, օրինակ ես քանի անգամ տարբեր տեղեր սիրոնականը շատ հաճույքով մասնակցել եմ դայվինգի, բայց ոչ մի անգամ մտքովս չի անցել, որ ես կարող եմ ինքնուրույն սուզվել առանց ինստրուկտորի կամ քիչ հոգեբանական։ Ամենաուժեղ դպրոցը իմ կարծիքով սովետական խորհրդային դպրոցն է, ջրասուզական դպրոցը իր մեթոդիկան խորհրդային միության օրոք կային պրոֆեսիոնալ ջրասուզակներ, բաժանվում էր 4 խմբի եւ կային ստորջրյալ լողորդներ, որոնք այստեղ մի քիչ երևի չհամաձայնվեմ։ Ինչի՞։ Արևմուտքի փորձն էլ արևմուտքի եւ Եվրոպայի Ես չեմ ներկում նրանց փորձը, բայց ուսուցման մանավանդ վերջին տարիների վերջին տարիների ու նույնիսկ հազարավոր մահերի վրա, հազարավոր փորձերի, նույնիսկ հազարավոր մահերի վրա իրենք ունեն արդեն կազմակերպած տախտակներ սուզորդական, հա, պլանավորված, կոչվում է plan your dive your plan, պլանավորված սուզվիր կամ պլանավորիր սուզումներդ։ Յուրաքանչյուր բարձրություն նույնիսկ ժամանակ վայրկյաններով ու մետրերով հաշվարկած է առաջին դայվի, երկրորդ դայվի, ու այդ ամեն ինչը մանրամասը ու շատ բարձ ձևով, հա, ներկայացվում է։ Խորհրդային դպրոցում ասված է, մոդելացրեք ձեր բոլոր սուզումները, մոդելավորեք, հաշվարկեք,
համապատասխան գրաֆիկների, սանդղակների հետ համաձայնեցրեք, նոր սուզվեք։ Այսինքն, այստեղ խորհրդային սպորտային ստորջրյալ լողը աշխարհի լավագույնն էր։ Շավարժ Կարապետյանի ռեկորդները հաշվի առնենք, բայց ասեմ Շավարժ Կարապետյանն ծանր ակվալանգով եւ առանց ակվալանգի, շնչասարքով եւ առանց շնչասարքի վարժություններ։ Իր այդ սուզվելու հետևանքով ծանր ինսուլտով պարկած է հիմա։ Դա Շնորհակալություն ծովահայերի եթերին հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, այսօր մենք խոսում ենք վտանգավոր խորության մասին։ Այցելեք տարբեր երկրներ, սուզվեք, վայելեք տարբեր երկրների ծովերը, գունագեղ մարջանները, ձկնիկները, բայց երբեք մի փորձեք ինքնուրույն կրկնել առանց ուղեկցորդի եւ առողջ եղեք։